Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ ՆԺԱՐ Սահմանադրական շարժման հիմնադիր Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Որքան էլ հիմա դուք մտաք քաղաքականություն, ամեն դեպքում հիշում եմ միշտ ձեր ասածը, որ մեր բոլոր խնդիրների հիմքը դա արդարադատությունն է, որը հիմա կա, հեղափոխություն մենք արեցինք դա փոխելու համար։ Եվ ամեն դեպքում, որքան էլ հիմա փորձենք քաղաքական թեմաներ քննարկել, հիմքը նորից մնում է արդարադատությունը, մեր իրավական համակարգը, այնպես որ ես դեռ կշարունակեմ ձեզ ներկայացնել որպես նաև իրավապաշտպան։ Հա, ես փոքր լրացում անեմ, իրավապաշտպանները դա այն մարդիկ չեն, ովքեր ինչ որ կառույցներում աշխատում են։ Ես միշտ ասել եմ, որ իրավապաշտպանը դա հոգեվիճակ է, դա ապրելակերպ է, դա մտածելակերպ է, դա բան է, որը մարդու մեջից չես կարող անել, այնպես որ ես դադարեցրել եմ ֆորմալ առումով աշխատել իրավապաշտպան կառույցում, բայց մարդու մտածողության տեսակետից դա փոփոխության ենթակա process չի։ Այնպես որ Տիկին Կարապետյանց կշարունակենք նորից նույն ձևով, կարծում եմ մեր այս ձևաչափում ոչինչ չի փոխվի։ Ինչից ենք սկսում։ Բնականաբար պետք է սկսենք այն ձերբակալություններից, որոնք իրականանում են, քաղաքական դաշտում ընդ որում, դրա համար տեսնում ենք, որ իրանք այս համատեքստում իրար հետ շատ մտերիմ են։ Բայց ես ուզում եմ անդրադառնանք երկու օտարերկրյա քաղաքացիների հետ կապված իրավիճակին, Արմավիրքը իրակատարողական հիմնարկի կալանավորված անձը ցած թռչելով հիվանդացուցի պատոհանից դիմել է փախուստի, սա հենց թարմ լրատվություն եմ տալիս, հնչել են կրակոցներ նրան վնասազերծելու համար, սկսվել է ծառայողական քննություն։ Վիրավորը փախուստի դիմաց այդ անձնավորությունը օտար երկրացի է, սա մեկ դեպք, եւ Չեչեն աղջկա սպանությունը, որը կատարվեց Հայաստանում, Երևանում գտան նրա դին, ինչի համար եմ ասա, այն որ մենք ինչ որտեղ պաշտպանված չենք, դրա մասին շատ ենք խոսել, բայց այս օտար երկրացիների հանդեպ այս վերաբերմունքը, արդյոք սա մեր ռեյտինգի հետ կապ ունի կամ կապ չունի եւ ինչպես կնայեն մեզ արդեն միջազգային ասպարեզում, այն որ մենք էինք, դա հասկանալի է, ինչ որտեղ մենք էինք մեր ձևերով ծածկում ենք, կոծկում ենք, բողոքում ենք, քննարկում ենք, բայց օտար երկրացիների հանդեպ հատկապես Չեչեն աղջնակի այդ սպանությունը, որ ցնցեց եւ Հայաստանը եւ կարծում եմ ինչ որտեղ էլ նրանց ովքեր չեն սիրում մեզ, դարձավ խաղաքարտ։ Փախուստի հետ կապված ասեմ, որ կալանավորված կամ պատիժը կրող անձինք որոշակի ընթացակարգեր կան, դե բնականաբար, եթե մարդը դիմում է փախուստի եւ կարիք կա նրան կանգնեցնելու, կան հստակ կարգեր, հա, գործընթացներ կան, որտեղ դու իրավունք ունես զենք կիրառելու, դու իրավունք ունես ինչ որ պրոցեսներ իրականացնելու, այս հարցում ես կարծում եմ մենք մեծ դժվարություն չենք ունենա բացահայտելու, ասեմ որ սա առաջի դեպքը չի, երբ փախուստի են դիմում, մենք դատարանի դահլիճից են փախուստի դիմելու հա բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, այնպես որ սա նորարարություն չի, այստեղ տեն շատ կրիմինալ բան չեմ տեսնում, ենթադրում եմ տվյալները մանրամասները չգիտեմ, բայց եթե այսպես սահմանափակված ազատություն ունեցող մարդն է փորձել իր սահմանափակումների պայմանները խախտելու գնալ, սա որոշակի նորմալ process է։ Այ երիտասարդ Չեչեն աղջկա հետ կապված սա բավականին երկար պատմություն է, որովհետև մենք ունեցանք իրավիճակ, երբ այս նույն աղջկա հետևից եկել էին ազգականները Չեչնիայից եւ ուղիղ դիմել էին ոստիկանությանը ժամանակին, այսինքն ոստիկանության միջոցով էին փորձել գտնել եւ եթե չլիներ քաղաքասարակության ներկայացուցիչների այսպես բուրըն արձագանքը եւ շատ պրոֆեսիոնալ եւ ճնշումը եւ պրոֆեսիոնալ արձագանքը այս աղջկան փորձել թաքցնել, հա, ինչ որ բոլորից հեռու տանել, ես կարծում եմ մենք շատ ավելի վաղ կունենայինք այս process-ը, ցավալի process-ը, շատ ցավալի իրականում, որովհետեւ Հայաստանը ինչով է գրավում օտարերկրացիներին իր անվտանգությամբ։ Այո, մենք բոլորս անընդհատ այդ անվտանգության զգացումը չունենք, տեղում ապրողները, հա, դա մեր արտաքին անվտանգության հետ կապված, մեր ներքին նաև անվտանգության հետ կապված, բայց դրսից հատկապես նախկին հետսովետական երկրներից եկած մարդկանց համար Հայաստանը դրախտային հանգստության եւ այսպես հանգստի վայր է, էլի, անվտանգային առումով հանգիստ վայր է։ Սա մի դեպքն է, հաջորդ դեպքը, եթե հիշում եք, Գյումրիից բառացիորեն առևանգեցին մի երիտասարդի, որի հետքերը մենք այդպես էլ չգտանք ու չիմացանք թե այդ մարդու հետ գուցե հա գործընկերներս իրավապաշտպանները գիտեն, բայց երկար ժամանակ տեղեկություն չունենք թե ինչպես են կարողացել Հայաստանից դուրս հանել այդ մարդուն։ Սահմանից մարդուն դուրս հանելու համար հիմա էլ հոսահմանին կանգնած են
մեր ինչպես օրվա իշխանություններն են նշում, ռուսները այլևս կանգնած չեն, այս մերոնք են կանգնած, բա ոնց ստացվեց, որ մարդ իր կամքին հակառակ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է բերվում։ Եվ էլի բազմաթիվ դեպքի իրադարձություններ կային, որտեղ այդ վտանգը դրսից հատկապես կազմակերպված վտանգը եղել է։ Այնպես որ մենք ասել որ ամբողջովին հնարավոր է կանխել այս process-ը, եկեք ազնիվ լինենք, չգիտեմ, Սկրիպալի հայտնի դեպքը, երբ ռուսական հատուկ ծառայությունները գնացին, հասան Եվրոպա, Միացյալ Նահանգներ կան դեպքեր, երբ որ գնում են հասնում են մարդկանց, առնվազն գոնե վնաս են տալի, եթե չասեն որ կյանքից զրկում են, սա շատ ընդունված, շատ վատ օրինակ է, բայց նաև այնպես չի որ մենք միակն ենք այս ոլորտում։ Շատ ցավալի է, որտեղ շատ մարդիկ, ովքեր այսօր Հայաստան են եկել, այստեղ ապաստան են գտել, իրենց անվտանգ են զգում, սիրում են Հայաստանը, սիրում են հայերին, որովհետև կամ հայաստանցիներին, որովհետև մենք ջերմ ժողովուրդ ենք, հյուրընկալ ժողովուրդ ենք, մենք միշտ պատրաստ ենք օգնել ցանկացած անծանոթի այս տեսանկյունից եւ դա եկեք մյուս կողմն էլ նայենք, հա, սա նաև туриզմի զարգացման տեսակետից շատ կարևոր էլեմենտ է, սա նաև Հայաստան եկող, ապրող, հետևաբար նաև այստեղ հարկեր վճարող, այստեղ իրենց վաստակած գումարը ծախսող, այսինքն մեր տնտեսության համար դրական process-ներ ստեղծող մարդկանց համար կարա շատ վանիչ լինի, շատ վտանգավոր լինի, մարդիկ իրենց այստեղ, այսինքն մարդիկ ընտրել էին Հայաստանը ի տարբերություն այլ երկրների բարեկեցության, գուցե ինչ-որ ավելի գեղեցիկ լինել, օրինակ չգիտեմ, Եվրոպայում ապրելու կամ Կիպրոս գնալ ապրելու տարբերակների միջից, ընտրել էին Հայաստան գալ ապրելը զուտ անվտանգության ու մարդկային այդ ջեր միջավայրի համար, հիմա ես կարծում եմ, որ կլինեն մարդիկ ցավոք, որոնք կփոխեն իրենց մտադրությունը։ Ամեն դեպքում այս իրադարձությունների մենք շարունակենք հետևողական լինել եւ հարկ լինելու դեպքում կանդրադառնանք այդ թեմաներին։ Հիմա անդրադառնանք մեր ներքաղաքական իրականությանը եւ ինչ է կատարում ներքաղաքական կյանքում եւ այդ ներքաղաքական կյանքում զուգահեռ ինչ է կատարվում օրինական դաշտում ձերբակալություններ եւ ընդհանրապես այս ամենը դրանք հոգեվորականների ձերբակալություններն են, փաստաբանները անմասն չմնացին, փաստորեն երեք արդեն Ռուբեն Մխիթարյանը միացավ Կոչուբաևին, այստեղ կան նաեւ քաղաքապետի ձերբակալությունը, քաղաքապետի եղբոր տղան է, հիմա Փեսայի մասին է խոսում եւ Գյումրիում համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը անպայման կգտնի մի գործ, որը Վարդան Ղուկասյանի Փեսայի վրա կկարի եւ նրան էլ կտեղափոխի Երևան։ Այս ամենը ինչի մասին է խոսքում, իրոք իշխանությունը փորձում է ամեն ինչ օրինականացնել եւ օրինական դաշտում փոփոխություններ է անում, թե սա քաղաքական հաշվեհարդար է, որ նա օգտագործում է իր իշխանությունը ունենալու գործիքակազմը։ Հանուն արդարության եկեք ասենք, որ բազմաթիվ կերպարներ, եկեք անունները չնշենք անմեղության կանխավարկածը չխախտելու համար, որովհետեւ դա միայն ԿՊ-ի համար է անմեղության կանխավարկածը 0 արժեք ունի, մնացած բոլորիս համար դա պիտի անքննելի պարտադիր սկզբունքներից մեկը լինի։ Անուններ չնշենք, բայց հանուն արդարության եկեք ասենք, որ բազմաթիվ մարդիկ ում վերաբերյալ քրեական գործեր են հարուցվում, տենց սրբադասված երբեք չեն եղել, իրենց վարքագիծը երբեք օրենքի եւ օրինականության դաշտում չի եղել։ Իրենք օգտվել են ժամանակին իրենց պաշտոններում չարաշահումների հետ կապված այդ արտոնությունները իրանց սեփական այսպես բարեկեցությունը ավելացնելու ճանապարհով են գնացել։ Այս մարդիկ անխոցելի չեն։ Ինձ համար շատ խնդրահարույց է, երբ որ կա ընտրովի արդարադատություն, երբ որ օրինակ մի քաղաքի ղեկավարին, հա, ընտրված, հիմա դուրները գալիս է, դուրները չի գալիս, կոալիցիաներ են միացել իրար օրինական ճանապարհով, հա բոլորը ինչ որ մեկին չեն տվել այդ ձայնը, բայց ինչ որ կոալիցիա է ստեղծվել եւ այդ կոալիցիան որոշել է, որ այս իրանց քաղաքապետը։ Հիմա այս քաղաքապետի հետ կապված ու տեսնում ենք սենց հրճվանք, մասկի շոու, ժպիտով, վազելով process-ներ, բայց նայում ենք Երևանի քաղաքապետը, որը ներգրաված է եղել, որի վերաբերյալ բազմաթիվ անհաշվելի թվով հետաքննող լրագրողները անընդհատ ինչ որ նյութեր են հրապարակում եւ եթե եկեք ազնիվ լինենք, դրա համար կա օրինակ բան սուտ ցուցմունք տալը ալ զրպարտության հետ կապված հա սուտ ցուցմունքներ տալու մարդուն ինչ որ անիրավակ ոչ իրավաչափ մեղադրանք բանի մեջ մեղադրելու հարցը կա եւ դրա համար քրեական պատիժ կա հիմա եթե բոլոր լրագրողների ասացները կեղծ են եւ սուտ են ենթադրում են որ պիտի քրեական գործեր հարուցված են այդ մարդկանց վերաբերյալ լրագրողների վերաբերյալ եթե սուտ չեն իսկ դրանք սուտ չեն որովհետեւ մի օրինակով կարելի ասել որ անիֆը չկա
անլիֆի փողերը չկան, անլիֆի փողերը չլինելու գործով մեղադրյալ չկա։ Եվ մենք ունենք երկու իրականություն, երկու զուգահեռ իրականություն, որտեղ քո փաստացի քաղաքական օպոնենտը այդպես տենց շատ բուրըն տանում են կալանքի, բայց մյուս կողմից քո թիմակիցը, քո ընտրություններին ընդառաջ, իդեպ այդ ամենակարևոր մասն է, ընտրություններին ընդառաջ քո թիմակիցը շարունակում է պաշտոնավորել եւ որևէ մեղադրանք նրան առաջադրված չի։ Հիմա նորից ես Վարդան Ղուկասյանի, որովհետեւ ես մի քանի հարցազրույց եմ տվել, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես Վարդան Ղուկասյանի բոլոր արարքները արդարացնում իհարկե չեմ արդարացնում, չեմ էլ կարող արդարացնել։ Այդ երբ որ հիմա ինձ մեղադրողները բան են ոգևորվել են ու օգտվում են առիթից, ես ասեմ, որ միջև ձեր քննադատել է ԵՍՄԱ-ը անհիշելի ժամանակներում եմ այդ խնդիրը բարձրաձայնել։ Ընտրություններից հետո էլ են անդրադարձել այդ ինձ համար կոռուպցիա ինձ համար կապ չունի եւ արդարադատության չաշխատելը կամ արդարադատությունը սեփական քաղաքական նպատակարարությունից ելնելով օգտագործելը նույնքան հանցավոր է։ Ես հիշեցի, դուք ասեցիք նպատակահարմար չի գտել իշխանությունը այս պահին նրա դեմ ինչ որ գործողություններ նպատակահարմար չի, այդ որ նպատակահարմար կլինի, նա այդ ամենը կձեռնարկի։ Անպայման ու դա շատ ճշգրիտ գնահատական էր, ցավոք սրտի նորից պիտի ասեմ, որտեվ կան դեպքեր, երբ որ դու բոլորս էլ մարդ ենք, ուրախանում ես, որ ճիշտ ես կանխատեսել, ճիշտ ես վերլուծել, բայց կան իրավիճակներ, որտեղ դա ոչ մի ուրախություն չի կարող բերել, որովհետև դա խոսում է մեր համակարգի վատ իմաստով կանխատեսելիության մասին, այս իշխանության եւ նախկինների նաեւ կանխատեսելիության վատ իմաստով նորից կանխատեսելիության մասին։ Այո, իշխանությունը բոլոր գործիքները պահեց ընտրություններին ընդառաջ եւ համաժամանակյա, ինչու համաժամանակյա ինքը իրականացնում տարբեր ձերբակալություններ, կալանավորումներ, կլինի փաստաբանների, կլինի հոգևորականների, կլինի քաղաքապետերի, կլինի կարգալույցների հետ գնալ եկեղեցում արարողություն իրականացնել, ինչը նորից սահմանադրության խախտում է, հա, ինչը օրենքների խախտում է։ Հայտարարել է, որ դա հանցագործություն է։ Պարոն Թաթոյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, ամբողջությամբ վստահում եմ այդ իմաստով հարցեր չունեմ։ Այսինքն անհրաժեշտ է, որպեսզի ընտրություններից առաջ հասարակության վրա հերթական անգամ, այսինքն հարված լինի եւ այդ շփոթության մեջ, այդ հուզմունքի մեջ, այդ վիրավորանքի, այդ նվաստացման մեջ մարդիկ անգամ չուզենան էլ ինչ որ ձևի հոգնեն, հոգնածնել միջև ընտրությունները հասարակությանը հոգնեցնել այնքան, որ անգամ ընտրության չուզենան գնալ, անգամ ալտերնատիվ տեսակետներ հայտնողներին չուզենան լսել։ Այսինքն սա սեփական ժողովրդի վերաբերյալ, ինչ ասեմ, հարցակում է։ Տիկին Կարապետյան, տեսեք դուք հասկանալով այդ ամենը, որ դա հարցակում է, ինքներդ էլ եք մտել մի դաշտ, որը բավականին վտանգավոր է։ Ինչպես եք պատկերացնում եւ ընդհանրապես նժարը ինչ ունի այս ամենի հետ, ինչ եք որոշել, ինչ դրույթներ ունեք, որ հետագայում պետք է օգտագործեք, ինչ է նշանակում է այս պահի դրությամբ ով մտնում է քաղաքական դաշտ, նրա քաղաքական կյանքը բավականին կարճ պետք է տևի, այսօր վաղը կամ մեկ ամիս, ինչպես պաշտպանվել եւ ընդհանրապես նժարը ինչ ունի այս ամենի հետ կապված ասելիք։ Տեսեք, նժարի մի քանի հարցեր հիմա փորձեմ հերթով պատասխանել։ Ինչու ենք Նախ ինչու եք դուք ռիսկային այս ոլորտը ընտրել եւ մտնում եք դրա մեջ իմանալով, որ դուք էլ պակաս թիրախային չեք։ Ընդ որում նյութերից մեկում վարչապետի տեխնացուների մեջ դուք 4-րդն եք, ըստ սոցիալությունների։ Հա։ Շնորհակալություն այդ վստահության համար մարդկանց, ովքեր ժամանակ են գտել ու նման քվեարկություն Ընդ որում դուք դեռ չեք հայտարարել, որ վարչապետի տեխնացություն եք դնել։ Հա, իմ մուտքը շատ երևի թե կարելի էր կանխատեսել ենթագիտակցաբար, որովհետև երբ որ մարդը անընդհատ պայքարում է համակարգում փոփոխություն անելու համար, այսինքն քո իմ գերնպատակը միշտ դա է եղել, ունենալ փոփոխություն համակարգում, եւ եթե համակարգը փոփոխության չի ենթարկում, դու այլ ընտրանք ուղղակի չունես, որովհետև որոշում կայացնողներին ձեռնտու չի փոխել այդ համակարգը, որովհետև բոլորը ովքեր գալիս են իշխանության, իրենք տեղավորվում են այդ տարբեր տեսակի կոստյումների մեջ եւ շատ իրենց լավ են զգում այդ կոստյումներ, սահմանադրություն կոստյումների մեջ եւ համակարգը փոխելու միտում որևէ մեկը չի ունեցել մինչեւ այս պահը առնվազն գոլ է։ Հետեւաբար դու հասկանում ես, սկսում ես հասկանալ, որ դու չես կարող հիվանդի գլխացավը հիվանդի չես կարող բուժել
նու կարող ես թեթևացնես ցավը դեղամիջոցով, դու կարող ես շարունակել զբաղվել իրավապաշտպանությամբ, բայց պիտի հասկանաս, չէ, խնդիրը ինչումն է, ինչու մարդը ունի անընդհատ սուր ցավեր, այսինքն դրա համար պետք է հետազոտություն, դրա համար պետք է ավելի գլոբալ բուժում։ Հիմա սրա բուժումը միակն է, ուրիշ տարբերակ չկա։ Պետք է փոխել համակարգը այնպես, որ որևէ մի իշխանություն, որևէ մեկը ով գալիս է իշխանության, չունենա այսչափ լիազորություններ, չունենա լիազորություն ազդելու գլխավոր դատախազի վրա, չունենա լիազորություն հակակոռուպցիոն մարմինների վրա ազդելու, հնարավորություն չունենա պատվերով ընտրություններ կազմակերպելու կամ ընտրություններին միջամտելու։ Այս համակարգը հնարավոր չի այն ստանդարտ ունեցած նախագահական, կիսանախագահական, պարլամենտական ստանդարտի դեպքում հնարավոր չի ուղղակի, որտեղ մեր մոտ մեկը գալիս է իշխանության, անմիջապես կառավարությունը ինքն է, պարլամենտում մեծամասնությունը վերցե ասելա թե ինքն է, մնացածի նշանակումներն այնպեսին են, որ ես նշանակում եմ, ես էլ պատվիրում եմ։ Այսպիսի բան մեր առաջարկը ուղիղ հակառակի մասին է, օրվա իշխանությունը, ով ուզում է թող գա, ով ուզում է թող գա, այսինքն սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո, ով ուզում է գա, ինքը այլևս չի կարողանալու հանձնարարություններ տալ գլխավոր դատախազին, ինքն այլևս չի կարողանալու հանձնարարություններ տալ դատավորներին։ Այսինքն մենք լուծում ենք այն առաջարկը, որը մենք անում ենք, դա լուծում է ամբողջությամբ այս խնդիրը։ Վախենում եմ ես թե չէ, գիտեք, երբ որ մարդիկ ունեն իշխանություն եւ չունեն բարոյական նորմեր եւ չունեն կարմիր գծեր եւ պատրաստ են հանուն իրենց վերարտադրության, իրենց այդ անսահմանափակ լիազորություններով իշխանությունը պահելու գործողություններ իրական, իրանք ամեն ինչի գնալու են։ Ուղղակի ի տարբերություն մնացած շատերի, ես չունեմ պիտակ, որ ինձ կարելի է կպցնել, հասկանում եք։ Ես նախորդ իշխանությունների օրոք որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Բիզնեսներ չունեմ, մեծահարույց չենք կաշառ։ Դե ասում եմ մի ձայնագրություն հայտնվի, որ վայ Աստված եք, եթե այդ մի ձայնագրությունը, այդ մի ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում, պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու հնարավորությունն են, ինձ որպես իրավապաշտպան էին այն ժամանակ պատերին ծեփել ու փռել։ Ինձ չեն կարող ասել, բա ձեր ժամանակ գիտեք ինչ չունեն, բա դուք ուր եք, դուք լռում եք, երբ որ այն ժամանակ Այս բոլոր թեզերը, որոնք աշխատում են այսպես կոչված տարբեր ռանգի կամ տարբեր լավ վարչապետի տեխնացուների կամ թիմերի վերաբերյալ, մեր թիմի վերաբերյալ ուղղակի չի կարող աշխատել, ուղղակի չի կարող աշխատել։ Ինչ պիտի ասեն, ինչի մեջ պիտի ինձ մեղադրեն, որ ինչ եմ արել, որ բոլորի իդեպ ասեմ այդ մեղադրողների ճնշող մեծամասնության իրավունքների համար են պայքարել։ Այդ թվում նաև այսօրվա իշխանության մեջ տարբեր ռանգի չինովնիկների համար այո եւ քրեակատարողական հիմնարկներ եմ գնացել եւ ոստիկանություն եմ գնացել եւ խոսել եմ եւ կռիվ եմ տվել եւ միջազգային տարբեր գործընկերների մոտ գնացել եմ փողոցային ցույցերից սկսած միջև, չգիտեմ, ասեք, հանդիպումներ, քննարկումներ պահանջել, ու իրենց հետ կապված անարդարությունների մասին խոսել եմ ու կռիվ եմ տվել, ինչի մեջ պիտի մեղադրեն։ Չկա այդպիսի բան եւ ես կարծում եմ, որ թողներեն ինձ, ես շատ եմ սիրում շատերին, ովքեր դաշտում կան, իրենց նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք ունեմ, բայց ես այն քիչ մարդկանցից եմ, ում վերաբերյալ չեն էլ կարող փորձել։ Անշուշտ կլինեն Փառք այլ կա արհեստական բանականություն, հիմար, տխմար, ոչ ինչի վրա չհիմնված ինֆորմացիաներ կարող են ստեղծել, հա, գեներացնել ձայներ, նման ձայներ, պատկերներ, գիտեք հիմա արդեն արհեստական բանականությունը թույլ է տալի ինչ-որ պատկերներ ստանալ, իհարկե փորձելու են, որովհետև որևէ այլ հիմք չունեն, այնպես որ, այո, ես կարծում եմ, որ հատուկենտ մարդիկ կան դաշտում ակտիվ, որոնք իսկապես այս իմաստով անխոցելի են, իրենց անցած ճանապարհով եւ իրենց գործնեության տեսակով։ Ուզում եք ասել, եթե իշխանությունները ցանկություն ունենան, ձեր հանդեպ չեն կարող ոչ մի գործ։ Կարող են փորձել գեներացնել կեղծ պրոցեսներ, ինչպես օրինակ տարբեր մարդկանց վերաբերյալ բառացիորեն ոչինչի համար տալել են կալանքի, իհարկե կարող են, բայց հիմնավոր պատճառ, հիմնավոր որևիցե ապացույց ինչի մասին։ Եթե ունենային, ասում եմ, շատ վաղուց ես Դուք Facebook-յան գրառումներ եք անում, կարող են եւ այդ գրառումը ինչ որ մի ձևով մի օր պարզվի փողոցում ինչպես Կոչուբաևի հետ կապված հա ծեփել են պոլեր։ Կարող են, ամեն ինչ կարող են։ Ամենը ձեզ ասում, որովհետեւ միշտ դուք եք ասել այդ վախի մթնոլորտը, երբ նրանք ստեղծում են, նրանք ինչ որ սկսում են ինչ որ գործընթացներ աստիճանաբար հանրությանը հասկացում են այստեղ այնտեղ։ Հիմա հասկացանք, որ Սամվել Կարապետյանը մեկ բառի համար Այո։ Կոչուբաևը գրառման համար,
Ռուբեն Մխիթարյանը ընդամենը գնացել էր եւ կարծես թե փորձում էր Գյումրի հայ քաղաքապետարանի շենքի դիմաց մարդկանց հանդարտեցնել։ Մի խոսքով, այսինքն հնարավորությունը եւ առիթը ստեղծում է Տիկին Կարապետյանը։ Անպայման ստեղծելու են, անպայման փորձելու են, բայց ուզում եմ փոխանցել նաև իրենց եւ իրենց սազանդարներին, իրենց ռոպագանդիստներին, իրենց թեզեր առաջ տանողներին ներսում լինեն թե դրսում։ Ես չեմ վախենում, իսկապես չեմ վախենում, որ իմ վախը, իհարկե կան։ Իմ վախը շատ վաղուց բռնած է եւ բռնած է շատ կոնկրետ առարկայական։ Ես այն մարդկանցից եմ, շատ լավ չի ստացվում, ասում եմ, ես մի քիչ շատ եմ ասում, բայց այն մարդկանցից են ում հետ կապված եւ քրեական ենթամշակույթ կրող մարդիկ են եկել ռազմորկաների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են փորձել այսպես եւ մեր փառապանց ԱԱՑ-ն է փորձել տարբեր ճանապարհներով, հա, այսպես հուշումներ տալով նժարի վրա դրված է մեր պետությունը, մեր պետականությունը, մեր երեխաների ապագան։ Սրանից մեծ մարտահրավեր էլ ինչ պիտի լինի, ինչը կորցնելուց ես պիտի վախենամ, Մարի ջան։ Ես վախենում եմ մի բանից, որ մենք կշարունակենք ապրել այս անկման մեջ եւ կկորցնենք պետականությունը եւ մեր երեխաները ստիպված են մթնոլորտ եւս։ Սա պետականության անկում է, որի հիմքում, որը գեներացվում է այդ թվում նաեւ ատելությունով, այդ թվում նաեւ պառակտումով, այդ թվում նաեւ մեկը մյուսի նկատմամբ անվստահությունով, ու սա պետքա դադարեցնել։ Մենք մեկ ընդմիշտ պիտի փակենք այդ թեմաները։ Մենք պիտի ունենանք կառավարման այնպիսի համակարգ։ Դրա արդյունքում եւ մեխանիզմներ, որի օգնությամբ այնպիսի մարդիկ պիտի գան իշխանության, որ մեր ժողովուրդը ուղղակի հանգիստ շունչը բանանի, հանգիստ ապրի։ Մեր մարդիկ պիտի վստահ լինեն, որ կա արտաքին անվտանգություն, կա ներքին կայունություն եւ կան իշխանություններ, որոնք ամեն ինչ անում են հանուն պետության կայունության եւ առանձին անհատի մարդու անվտանգության, բարեկեցության այս process-ները ապահովելու։ Սա եթե մենք այս համակարգը չփոխեցինք, մենք անընդհատ ապրելու ենք այս կեղտի, այս ատելության, այս նողկանքի, այս ինքնության կորստի ճանապարհով են գնալու։ Սա մի օր պետքա կանգնեցվի եւ սրա հնարավորությունը իսկապես կա։ Այո, ես համարում եմ եւ ես պնդում եմ, որ այսպիսի վատ պատճառներով, իրականում պատճառները շատ վատ են, շատ ծանր են, դա կորուստներ են, դա հայրենիքի մարդկային կորուստներն են, անդառնալի, որը անդառնալի է, սա հայրենիքի կորուստ է, սա ինքնության, չգիտեմ, նվաստացման ճանապարհով են գնում, բայց մենք հասել ենք մի իրավիճակի, որտեղ որ հաջորդ քայլը մեր պիտի լինի շատ հստակ եւ ընդգծված։ Մենք ուզում ենք պետություն ստեղծենք, մենք ուզում ենք մեր երեխեքը պաշտպանված լինեն։ Մենք ուզում ենք այս ձևական հիմար process-ներից դուրս գանք։ Մենք ուզում ենք ամեն անգամ գնանք միտինգ անենք, ինչ որ իրավունքի համար պայքարենք։ Չէ, չենք ուզում, չէ։ Սա պիտի մեխանիզմ աշխատի։ Ու այդ մեխանիզմը աշխատելու համար մի տարբերակ կա։ Ընտրություններին ճիշտ ընտրություն անել։ Ընտրել են մարդկանց, այն խմբերին, ովքեր ձեզ ռեալ առաջարկ կանեն, ոնց են անում, ոչ թե ասեն կան, որ փոփոխություն ստանան, որ այդ փոփոխությունը չլինի այդ կարճատև ժամանակում, այդ 5 տարին, երբ որ հա այս մարդիկ բախներս բերեց պարկեշտ մարդիկ եկան 5 տարի մարդավարի կառավարեցին, հետո գալիս է մի հիմար ու տխմար ու դավաճան, ու մենք նորից վերադառնում ենք կամ մի սրիկա, որը իր պաշտոնի համար է մենակ մտածում, ու մենք նորից ընկնում ենք նույն բանի մեջ։ Ոչ, պիտի համակարգ աշխատի։ Մարդը պիտի ընտրության գնալուց պիտի մտածված այնպիսի ընտրություն անի, որպեսզի մենք ապահովի իր եւ իր սերունդների համար հարատևություն, հանգստություն, պաշտպանություն, անվտանգություն, սա հնարավոր է ստանալ, անհնարին ոչինչ չկա։ Նորից մենք շատ ծանր գնով ենք սրան եկել, բայց մեր հասարակության ճնշող մեծամասնությունը սա է սպասում եւ այս առաջարկը կա։ Ես կարծում եմ, որ 26 թվականը լավագույն ժամանակն է լինելու պատասխանը տալու այս բոլոր նվաստացումների, որով մենք անցել ենք։ Կարապետյան, սա նվաստացում է, օրինակ քաղաքական գործիչներ կան, որ գտնում են եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, ընդ որում ասենք, որ երեք ազգային ժողովում հարց պատասխանի ժամանակ արդեն նոր բառամթերք օգտագործվեց եկեղեցու եւ ավելի շուտ հոգեվորականների նկատմամբ, մի կողմից եկեղեցին վախենում եմ հարցնեմ ինչ բառամա։ Չեմ, ես չեմ նայել ու վախենում եմ, չէ, եթերային չի, ուրեմն մի ասեմ։ Ընդ որում դա վարչապետի կողմից էր այդ բառերի օգտագործումը, ամեն դեպքում քաղաքական գործիչներ կան, ովքեր գտնում են, որ թիրախավորվել է եկեղեցին եւ Գյումրին զուտ այն բանի համար, որ նրանք ռուսական ազդեցության տակ են գտնվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը
Սա մաջան, սա կեղծ նարատիվ է։ Այն որ մենք ունենք տարբեր ոլորտներում, ներառյալ եկեղեցու հետ կապված, տարբեր հոգևորականների հետ կապված կան հարցեր, կարող են լինել հարցեր եւ նենց չի որ ես այդ հարցերը չունեմ։ Բայց այն մեթոդը, որով եկեղեցու դեմ նորից սա հայ առաքելական եկեղեցու դեմ մտածված, պլանավորված, պատվիրված հանցավոր, հակասահմանադրական, հակաիրավական process-ը, որի հիմքում մեր պետականության կազմաքանդումն է։ Դուր է գալի մարդկանց, դուր չի գալի մարդկանց հայ առաքելական եկեղեցին, միակ ինստիտուտն է, որը 1700 տարվա անընդհատելի ինստիտուցիոնալ կառույց է մեր պատմության մեջ։ Դուր է գալի մարդկանց այսօրվա կաթողիկոսը թե դուր չի գալի, դա էական չի։ Այս պահին էական չի, որովհետև այն ինչ որ տվել է հայ առաքելական եկեղեցին մեր ժողովրդին, մենակ Մեսրոպ Մաշտոցը հերիք էր, որ այլևս երբեք այս տեսակ հարցեր չբարձրացվեն։ Եվ այս ամեն ինչը ցավոք սրտի համեմվում է այսպես հակառուսականության դեմ պայքարով է համեմվում եւ կան արևմուտքում նստած ինչ որ մարդիկ, ովքեր Հայաստանի մասին գիտեն բանով ինչ ասեմ էլի ուրիշ ռեգիոնների համար աշխատում են բավական մեծ գիտահետազոտական ինստիտուտներ գնահատական տալու ինչ որ ռեգիոնի մասին։ Հայաստանի ես չեմ կարծում, որ այդքան մեծ դերակատարում է ժամանակին տրվել, Հայաստանը հետաքրություն գուցեև չի ներկայացրել ինչ որ իմաստով, եւ Հայաստանի վերաբերյալ հետազոտությունները այդքան շատ չեն։ Իրանք մնացել են մի քանի, դե եթե չասեմ ծախված, ապա իրանց օրվա շահով առաջնորդվող որոշ էքսպերտ կոչվածների, որոնք այս ամեն ինչը գալիս են ու գլուխը թափ տալով ասում են այո, որպես այսպես անկախ էքսպերտներ, որպես քաղաքասարակության ներկա գալիս են գլուխները սենց թափ են տալի, ասում են այո, սա իսկապես ռուսականությունից տարանջատվելու ճանապարհին այդ ուղուն մղված ինչ որ գործողություններ են, այնինչ սա ոչ այլ ինչ է, գուցե ինչ որ իմաստով դա աշխատում է կա մեր իրականության մեջ, բայց այն որ սա մեր պետականությունը, մեր հիմքերը քանդելու ճանապարհով է տանում եւ հայ առաքելական, հատկապես հայ առաքելական եկեղեցուն, այսպես ինչ ասեմ, վարկաբեկելու, հեղինակությունը զրոականացնելու ճանապարհով է գնում, որը որ նորից եմ հիշեցնում, սա մեր պետականության չունենալու պայմաններում հայապահպան կարևորագույն եւ դերս միակ ինստիտուտն է եղել։ Եվ ոչ արտաքին, այլ հենց մենք ինքներս, այսինքն մենք ասածս այս իշխանության հենց քայլերն են եւ ցավը նրանում է, որ գիտեք, մենք անընդհատ հայրը հաշվելի թվով բան ունեն, հա, պատմություն ունեն։ Մենք, չգիտեմ, արդեն մարդիկ էլ կան հարևանությամբ ապրում են, շատ սրտնեղվում են, որ մենք անհիշելի ժամանակներից ենք ստեղ։ Եվ անհիշելի ժամանակներից Հայաստանը իր արժեքների վրա ասպատակումներ են եղել։ Դրա մասնակազմում այս վերջի 1700 տարին նաև հայ առաքելական եկեղեցին։ Այս ասպատակումները, այո, ամենավիրավորականը դա է, որ այդ ասպատակումները եղել են դրսից, երբ որ եկել են մեզ նվաճելու, եկեղեցու վրա էլ նաև այսպես ճնշումներ են գործադրել, փորձել են ինչ-որ փոփոխել, երբ որ ասպատակումը ներսից է լինում, գիտեք, դա արդեն բարոյական բոլոր գործակալ են համարում։ Գիտեք, Մարջան, եթե կասկած կա, որ որևիցե մի կրոնական կառույց անկախ իր անունից ունի գործակալներ, ես միշտ հարց եմ տալի, իսկ մնացած նորից ներողություն եմ խնդրում 1000 անգամ, որտեղ ես շատ-շատերին ճանաչում եմ, ես որպես իրավապաշտպան բազմաթիվ տարբեր կրոնական կազմակերպությունների մարդկանց հետ շփվել եմ, ես իրանց իրավունքների համար պայքարել եմ, ինձ համար կարևոր է եղել, որ մարդը ունենա կրոնի ազատություն այդ գաղափարի շուրջ իր բոլոր հնարավորությունները։ Եվ եթե դու մի կրոնական կազմակերպության մեջ շպիոններ ես ման գալ, ես միշտ հարց եմ տալիս, բա մնացածը սաղ ստուգել եք, բա մնացածում գործակալ չունեք, բա մնացածի բոլորի կուսություններն ու կուսակրոնությունները ստուգել եք, մնացածի բոլոր քահանաների վարքագիծը իրենց կանոնագրքին համապատասխանել ստուգել եք, չեք ստուգել, իսկ ինչ չեք ստուգել։ Իսկ միգուցե իրանք հայոց պատմության, հայկական ինքնության համար նորից 1000 անգամ ներողություն եմ խնդրում, որովհետև կան էլի կան քույր եկեղեցիներ, այլ կրոնական կազմակերպություններ կան, որոնք իրենց հետևորդներ ունեն, որոնք էլի ազգությամբ հայեր են, 1000 անգամ ներողություն եմ խնդրում բոլորից։ Բայց պարզ է, չէ, որ եթե մեկին են թիրախավորել, դա շատ
կոնկրետ այդ եկեղեցու դեմ ուղղված գործողություն է եւ սա չի կարելի թույլ տալ նորից ոչ թե որովհետեւ ես տենց բուրըն պրոռուսական այսպես թաղաքարախոս ջատագովներից եմ նոր Ես էլ հակառակ էֆեկտ ունի, ասեմ, որ նաև իրենց այդ թշնամանալու կողմնակիցը չեմ կարող լինել, ապրիորի չեմ կարող լինել, որտեղ adekvat մարդը չի կարող այդտեղ թշնամի փնտրել։ Դու պիտի քո իրավունքները պաշտպանես։ Բայց նորից կաթողիկոսի մոլի երկրպագու չլինելով, Ռուսաստանի մոլի երկրպագու չլինելով, այն ինչ որ տեղի է ունենում, սա հենց կոնկրետ իրանց դեմ է, եկեղեցու դեմ է ուղղված։ Սա անձերի, մոռացեք, սա կոնկրետ առանձին եկեղեցականների դեմ չի կարող ուղղված լինել։ Իսկ Վարդան Ղուկասյանի կալանավորում ինչի դեմ էր, ինչ էին ուզում։ Բայց իմ մոտ գիտեք, շատ հետաքրքիր բան կա, ուրեմն ժամանակին մյուս իրավապաշտպանների եւ մարդիկ, ովքեր գիտեն նախկինում ինչ է եղել Գյումրիում եւ այլն, ասում են միշտ էլ հնարավորությունը եղել է, այնպես չի որ դարակում գործ չի եղել։ Ես չեմ հիշում գլխավոր դատախազն էր թե քննչական մարմնի ղեկավարն էր իրենցից ինչ որ մեկը պաշտոններից մեկը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ երկնիշ թվով քանակով գործեր կան։ Հիմա սխալ չասելու համար չեմ ասի ինչքան, բայց երկնիշ էր թիվը։ Այսինքն այդ 17, ասեցի, ներողություն, այդ թիվն եմ հիշում, հա։ Այդ երկնիշ թվերից ոչ մեկով ոչ մի հարմար բան չեք կարողացել գտնել։ Այսինքն ես չգիտեմ, բա ոնց եք աշխատում ժողովուրդ։ Բա նախկինում արված հանցագործությունները են, որ ասում կոպեկ առ կոպեկ մնացած էս բաները, հա, բա ինչ կա։ Լավ, ուրիշ ձևի հարց տամ։ Ես այն ժամանակ ասում եմ լյուստրացիա եք ուզում անեք։ Համարում եք, որ օրինակ կաթողիկոսը խախտել է ինչ-որ բանա, շպիոն է, ես դες հարց եմ տալի։ Իսկ քաղաքացիական կյանքում միջև առանձին կրոնական կազմակերպության շպիոններին բռնելուց դուք ձեր ներսում բռնել եք այդ շպիոններին բա վարչապետը պատերազմից հետո ինքը իրան արդարացնելու համար ասում էր էսի սրա ագենտն է գլխավոր շտաբում ագենտներ էին ածում ագենտներ էստեղ ագենտներ այնտեղ ընկեր ջան բա քո գործը դրա մեջ էր Բա որ ճղում ենք մեզ մեջտեղից ասում եք լյուստրացիա պետք իրականացնել բա ինչի չիրականացրեցիր դներ խաղի կանոնները իդեպ ասեմ որ լյուստրացիան անխուսափելի process է մենք բոլորս պիտի անցնենք լյուստրացիա եւ ինչպես իրավապաշտպան եղած ժամանակ ես ասում եմ որ լյուստրացիա պիտի անցնեն նաեւ քաղաքասարակության ներկայացուցիչների եւ առաջարկում եմ սկսել ինձանից նույն տրամաբանությամբ ես հիմա եմ առաջարկում բոլոր քաղաքական գործիչները բոլոր պիտի անցնեն լյուստրացիա մեր ժողովուրդը պիտի համոզված լինի որ այս երկրում չի եկել այս կամ այն կապ չունի որ երկրի շպիոնը չի եկել բանանելու որ մեր գլխավոր դատախազը սրա նրա շպիոնը չի պիտի վստահ լինի ինքը պիտի վստահի նախ ինքը իր ուժերին պիտի վստահի իր պետությանը պիտի վստահի իր պետության ներսում գործող ինստիտուտներին պիտի վստահի ինքը պիտի վստահ լինի որ այս որոշումը կայացվեց դա իսկապես Հայաստանի Հանրապետության եւ հետեւաբար նաեւ այս քաղաքացու մարդու իրավունքներից է բխում իր շահերից է բխում մենք զրոյականացրել ենք ամբողջությամբ տեսեք ասում արդյոք չգիտեին ով էր օրինակ Վարդան Ղուկասյանը որ մարդիկ դուրս էին եկել գնացել են ինչ որ միտինգի իր անցյալի մասին ինչ որ բաներ գիտեն Գիտեին, իհարկե գիտեին, դուք գյումրեցիների չափ ոչ մեկը չգիտեք պատմություններ, բայց նաև հասկանում ես ինչ աստիճանի չեն վստահում քո պետական համակարգերին, քո պետությանը, քո իրավապահմանին, ինչ աստիճանի չեն վստահում, որ այդ ամբողջ պատմություններով իմանալով հանդերձ, իրանց մաշկի վրա զգալով հանդերձ, մարդիկ դուրս են եկել, բողոքում են, թույլ չեն տալի, չեն վստահում, սա շատ վատ բան է։ Պետության ներսում, իչմեք ժամանակին ես 18 թվականից սկսած, ես նույն միտքն եմ անդադ ասում, որ Ես այն ժամանակ ասում եմ, որ դրա մեջ դիտավորություն կա, ինչ շատերը ասում էին, վայ, չի, բան չափազանցնում ես, ուղղակի ապաշնորեն, ուղղակի չեն հասկանում, ուղղակի փորձ չունեն, թողեք աշխատեն այդ հայտնի ֆրազան։ Ես ասում եմ, որ հետևողականորեն արվում են գործողություններ, որոնք մարդկանց մոտ ապաթիա են առաջացնում, թերահավատություն են առաջացնում, նիհիլիզմ են առաջացնում, պետության նկատմամբ վստահության կորուստա լինում։ Իսկ այդ դեպքում մարդը ինչ անում, ասում է դե լավ, դե որ կորուստա, մեզ պետականություն ինչի համար է պետք։ Մեզ պետք է պետականություն։ Մեզ պետականություն պետք է եւ մենք մեր հաղորդումը կշարունակենք Կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրում է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ իմ հյուրն է Նինա Կարապետյանցը։ Տիկին Կարապետյանց, եթե ամփոփենք լյուստրացիա եթե լիներ, այս ամենը այսօր մենք չենք ունենա, հատուկ այդ մարդկանց ընտրովի արտարադատություն չէր իրականացվի եւ այստեղ դուք իշխանություններին կարծես թե առաջադրանք եք տալիս։ Եթե Վարդան Ղուկասյանը այո, ապա ինչու ոչ Տիգրան, օրինակ Ավինյանը։ Այնպես որ կհետևենք զարգացումներին, հիմա քանի որ մեր ժամանակն էլ է սահմանափակ, անդրադառնանք թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում եւ 3 քաղաքացիական պայմանագիրը հայտարարից 3 չէ, 2 օր առաջ, որ ունենք 2 լավ լուր։ Մեկը դա Ղազախստանից Ցորենը, որ Ալիևը հնարավորություն է տալիս Ադրբեջանով հասնի Հայաստան, մյուսը մեր ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի պետք է լինի։ Եվ հետաքրքիր է, որ Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին այս գործընթացի հետ կապված եւ ասաց, որ 1 տարի առաջ դրա մասին հնարավոր չէր մտածել։ Ինչու եք կարծում այս նվերը ինչ գին է ունենալու մեզ համար։ Ընդ որում դրանից հետո եղան փորձագիտական եզրակացություններ, Facebook-ում քննարկումներ, մարդիկ ապահովագրված չէին այդ եկող ցորենի հետ կապված, եթե գալիս է այդ տարածքից, չի լինելու ինչ որ վտանգավոր գործընթացներ, մի խոսքով սա մտածելու տեղիք է տալիս։ Իհարկե տեղիք է տալի մտածելու, որովհետև երբ ամեն օրվա ռեժիմով ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակից միջև մեկնաբաններ տարբեր ռանգի անում են հայտարարություններ, որոնք մեղմ ասած, շատ մեղմ ասած հայատյաց են, հույս ունենալ, որ դա այդպես անվտանգ process կլինի, իհարկե շատ կասկածելի է եւ ժողովուրդը իսկապես իրավունք ունի կասկածներ ունենալու եւ մյուս կողմում էլ դրված է մեր իշխանությունների
տոտալ ապաշնորությունը, տոտալ, ոչ մի բանի, ոչ մի ռիսկ հաշվարկելու, ոչ մի ռիսկ գնահատելու ու դրա դեմ առնելու ոչ փորձ ունեն, ոչ հաջողված օրինակ ունեն, հետեւաբար այո, ժողովրդի իրավունք ունի կասկածելու։ Սա ես կարծում եմ հերթական նվերն է Ալիևի կողմից Նիկոլ Փաշինյանին նախընտրական նվերների շարքին կարելի է դասել։ Այս տրամաբանության մեջ նորից պիտի ներողություն խնդրեմ գերիների հարազատներից, որտեղ դա շատ նուրբ թեմա է, բայց ես կարծում եմ, որ ընտրություններին ընթառաջ, ես շատ ուրախ եմ ցանկացած ձևով վերադարձի։ Մենք պատրաստ ենք ընդունել։ Հա, բայց պետք է հասկանալ, որ դա նաև Նիկոլ Փաշինյանի նվեր է լինելու ընտրություններին ընթառաջ, նորից շատ կարևոր է, մի ժամ առաջ ցանկացած մի հոգի էլ որ լինի, բայց ցանկալի է իհարկե բոլորը վերադառնան Հայաստան, բոլորին չի վերադարձնելու, որովհետև դա չի մտնում ծրագրերի մեջ, Ալիևը շատ ավելի երկար, ի տարբերություն մեր իշխանություն ներկայիս իշխանությունների, կարճատև իրավիճակային, այսպես լուծումներ փնտրելու, իրենց հարմար լուծումների տակ տեղավորվելու, իրենց կամ հարմար չէ, իրենց առաջարկվելիք լուծումներից ինչ որ համաձայնվելու, Ալիևը շատ ավելի երկարատև ծրագիր ունի եւ իր ծրագրի մեջ ամենևին չի մտնում Հայաստանի հետ ցավալիորեն խաղաղությունը, այնպես որ սա, գիտեք ինձ ինչ հիշացեց, ես էլ առավոտյան որ կարդացի, որ Ցորենը գալու է, այն Վարդան Պետրոսյանը ուներ իր բեմականացումներից մեկում, ասում է, այն որ սենց հավերի առաջ կուտը գցում են, այդ Ցորենը, Ալիևը, Նիկոլ Փաշինյանի հրճվանքն ու շնորհակալությունները ու մարդիկ ովքեր փորձում են ստեղ արդարացնել, միշտ հիշեք, որ այդ այն ճանապարհներն են, որոնք ցանկացած պահի կարող են փակվել, եւ եթե դուք հույսները դնում եք, որ Այսինքն երկարաժամկետ լինելու վրա պետք չէ հույս դնել, թե չէ որ սա բիզնես է լինելու, չէ որ սա գուցե եկեք ես ուրիշ բան ասեմ, գուցե մի 6 ամիս, մի տարի, 2 տարի այդ Ցորենը այդ ճանապարհով կգա, այո, բայց այդ բոլոր գործիքները, այդ ճանապարհը փակելու գործիք Ալիևի ձեռքում է։ Հետևաբար ընտրել ճանապարհ, որով դու հաց ես քեզ բերելու, նախ այո, ես էլ եմ համաձայն, որ անվտանգության տեսակետից մենք իրավունք ունենք կասկածներ ունենալու, մյուս կողմից էլ դու քեզ այդ աստիճանի կախվածության մեջ գցես մի երկրից, որը մեղմ ասած, շատ մեղմ ասած քեզ բարին չի կամենում, դա անհեռատես process է, ինչ վերաբերվում է տարի ու կես բաներին։ Միջև դրան անդրադառնալ Կարապետյանց, որ խոսեցինք, ես հիշեցի, որ եթե չեմ սխալվում, օգոստոս ամիսն էր բլոկադայի ժամանակ, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Աղդամով ալյուր կտա արցախցիներին, արցախցիները ճանապարհը փակեցին եւ հրաժարվեցին այդ Աղդամով։ Այո, որովհետև դա նաև անվտանգության տեսանկյունից շատ կարևոր հարց էր, դրա շարունակությունը երևի մինչև Ինչու եմ ասում, իրենք ավելի մոտ էին ապրում, իրենք իրենց ավելի գուցե ճանաչում են, եթե մարդիկ կան, ովքեր այո, լեզվին են տիրապետում, հասկանում են ադրբեջաներեն, ժամանակ կար, երբ որ հիմա արդեն մեծ տարիքով մարդիկ նաև ապրել են կողք կողքի ադրբեջանցիների հետ, ավելի հա, պիտի որ հա, բայց իրենք զգացին այդ վտանգը եւ չընդունեցին։ Իդեպ շարունակելով այս բանը, շրջափակման թեման, եթե բարձրացեցիք, Հայաստանում են փաստորեն գտնվում մի խումբ մարդիկ, ովքեր որ մասնակցել են Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողություններին, ասել է թե այն ակցիաները, երբ որ Բերձորի ճանապարհը փակել են, այն էկոլոգ կոչվածները, որ թանկ շուբաներով ու սատկած աղավնին թափ տալով այդ բնույթի էկոլոգները բարձում այսօր Երևանում են։ Ես հարց եմ ուզում տալ մեր, այո, ես հարց եմ ուզում տալ այն մարդկանց, ովքեր գնալու են իրենց հետ հանդիպման։ Այդ թվում նաև քաղաքասարակության իմ գործընկերներին։ Դուք հասկանում եք, որ այդ մարդիկ իրենց վրա ունեն ցեղասպանական գործողություններին մասնակցելու, աջակցելու մեղադրանք պիտի ունենան իրանց վրա, բայց իրանք այնքան ցինիկ են, այնքան լկտի են, որ վեր են կացել, ուրիշ մարդ չեն գտել, որտեվ Չնայած Ադրբեջանում ընդհանրապես չկա քաղաքասարակություն որպես այդպեսին, հələ մենք մեր ունեցածը ես այսքան քննադատում եմ, այս քննադատությամբ հանդերձ ես գտնում եմ, որ մենք բոլոր ժամանակներում մնացած բոլորի հետ համեմատած ունեցել ենք երևի լավագույն քաղաքասարակությունը, բայց լավ նենց մարդ ուղարկեին, որը գոնե տեսաձայնագրված չէր, էլի, որ ցեղասպանական գործողություններ արել։ Հասկանում եք։ Դուք ոնց կարող եք, ես հարցն եմ ուզում տալ, էլի, դուք այդ մարդկանցից մի մասը ներկայանում են որպես վտանգավոր բան եք տեսնում, այստեղ Տիկին Կարապետյան մեսիջները ու դա պատահական չի, գիտեք, իրանք էլ ապուշ չեն։ Ընդեղից որ այս կնոջը ուղարկել են, մարդ, որը նորից
ցեղասպանության այդ ընթացքին, ցեղասպանական գործողությունների ընթացքին ուղիղ մասնակից մարդ ա եղել։ Կարա ինչ է ուրիշ մարդ ուղարկեին, լավ, ինչ որ մի հատ տենց միամիտ գրող, հրապարակախոս, ինչ որ մեկին ուղարկել, չէ, հենց իրան են ուղարկել։ Նվաստացնելու համար հերթական անգամ արցախցիներին նվաստացնելու, հայաստանցիներին արժանապատվություն ունեցող հայաստանցիներին նվաստացնելու համար այնպես չի որ մենք պիտի չխոսենք իրար հետ դա բացառված տարբերակ է այն որ ասում դուրը դռան վրա հարևանը պիտի իրար բարևենք պիտի խոսենք պիտի շփվենք իրար հետ եւ այդ շփումները բոլոր ժամանակներում եղել են հա ասեմ որ սա այնպես չի որ Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել նախորդ իշխանությունների ժամանակ եւս լրագրողներ են եկել քաղաքագետներ են եկել դուք ասեք քաղաքասարակության իրավապաշտպաններ են գնացել եկել, չգիտեմ Բաքու գնացել են թե չէ, բայց Երևան հաստատ կարող եմ ասել, որ եկել են եւ նաեւ հիմնական հանդիպման վայրը եղել է Վրաստանը կամ Եվրոպայում են հանդիպել են ընդհանուր ինչ որ բաներ են փորձել գտնել, շփման եզրեր են փորձել գտնել, խնդիրներ լուծելու եզրեր են փորձել գտնել, բայց այսպիսի նվաստացման process ես չգիտեմ մենք անցել ենք թե չէ, ես շատ ինձ վիրավորված եմ զգում, որ որևէ արձագանք չկա Սա էլ շարունակենք, եկեք ասենք այդ ճանապարհը, որ Զանգեզուրի միջանցք ասում Ալիևը ընդ որում նորից հայտարարեց Եթե ինքը այնքան ցինիկ է, որ Երևան է ուղարկում այդ ցեղասպանական գործողության մասնակցած խանմին ուղարկում աստեղ Երևան, ինչ եք կարծում, Սաֆարովները ու մնացածները անարգել չեն գնալու գան, իսկ այդ անարգել գնացող եկողները առանց ստուգման ոնց որ անխոչնդոտ գնացող եկողները իսկ կարող է մի օր էլ տենց պատահական որոշեն որ իրանք զինված են գալու սա թշնամանք չի ես ուզում եմ որ մարդիկ հասկանան սա իրական ռիսկերի գնահատելու փորձ է մենք պիտի հասկանանք մենք ինչ ռիսկեր ունենք դրա հետ կապված մեր անվտանգությունը ոնց ենք ապահովում Ալիևը հաշվարկած է սա ամենանում Ալիևը շատ ցավով եմ ասում շատ բայց Ալիևը եւ այդքան Ալիևը չէ ինչքան իր թիկունքում կանգնած ուժերը շատ լավ հաշվարկված, հետևողական, օգտագործելով նաև մեր հասարակության ներսում տարածվող այդ պարակտումները, այդ բոլոր գործիքները, հոգեբանական գործիքները, հոգեբանորեն ընկճելու, նվաստացնելու process-ը ինչի արդյունքում մարդը ավելի թույլ է իրան զգում, ավելի դիմադրողականությունն է անկում ընկնում, այս բոլոր ասելա թե ինֆորմացիոն ագրեսիվ պայքարա մեր դեմ գնում, ասելա թե կուզեմ զենքով կմտնեմ, հա բարբերաբար դա էլ է հնչում, մենք մեկա գնալու ենք զենքով վերցնենք, այս մի քիչ թեթևացել է, բայց միևնույնն է տարբեր հարթակներից դա հնչում է։ Հոգևորականներ այնտեղից պատվեր են տարի թե մեր հայրաքելական եկեղեցու հետ կապված ինչ process-ներ պիտի ունենան։ Ու սա հոլը հնազանդ կատարվում է իշխանությունների կողմից։ Իրենց անգամ զորքով ներս մտնել Հայաստանում իրանք կարիք չունեն, որովհետև իրանք ստեղ ունեն կատարողներ, որոնք նվիրյալ ավելին քան միջև այս պահը մտել են, զենքով մտնելու, ասենք ոնց է 11-րդ Կարմիր բանակի կարիք էլ չունեն, որտեղ ստեղ Կարմիր բանակն էլ իր ներկայացուցիչներն ունի, Ադրբեջանն ու Թուրքիան էլ իր ներկայացուցիչները, իրանք կամակատարները ունի։ Այս ժողովրդին մի բան է պետք, հանգստություն, վստահ լինել, որ սա հաջորդ ընտրությունից հետո իրանք ունենան իրանց իշխանությունը, հայկական իշխանություն, Հայաստանի համար պայքարող իշխանություն։ Ու սա վերաբերվում է իդեպ ոչ միայն հայաստանցիներին, սա վերաբերվում է նաև Սփյուռքին, որովհետև այդ այլանդակությունը, այդ պարակտումը, որ մտցրել են Հայաստանի եւ Սփյուռքի միջև, դա անթույլատրելի է։ Հայաստանը հնարավորություն չունի առանց Սփյուռքի վերականգնվելու, դա բացառված է։ Միայնակ էլ չեն կարող, Տիկին Կարապետյանց երբ ասում ենք մեր վրա միայն մեր վրա պետք է Այո, ճիշտ եք ասում, մենք պիտի ունենանք նաև ռազմավարական գործընկերներ, բայց մենք Սփյուռքում ունենք, գիտեք, ամենաթանկ բանը հիմա որ կա, դա գիտելիքն ու փորձն է։ Մենք Սփյուռքում ունենք անհաշվելի թվով մարդիկ, ովքեր եւ գիտելիք ունեն, եւ անցած ճանապարհ ունեն, եւ փորձ ունեն։ Ալիևը դա հասկանում է, այո, հենց դրա համար ունի ինքը երկու թիրախ, եկեղեցին եւ Սփյուռքը։ Ինքը հասկանում է, ինքը կերազեր ունենար այտենց եկեղեցի ու այտենց Սփյուռք։ Ինքը կերազեր դրա մասին, ինքը չունի, դրա համար քոնն է քանդելու։ Երբ որ մի ծանոթ բան կար, անունը չտամ, ասում էր նայ, մարդ կա կարա 10 հատ կուբիկ դնի իրար վրա ու բավականին բարձր աշտարակ ստանա մարդ կա 2 հատից ավել չի կարա դնի չունի հնարավորություն չունի ինտելեկտ չունի ինչ պիտի անի որ իր 2 հատը երևա այ քո 10-ը պիտի քանդի ու 0-ի հավասարացնի Ալիևը այդ ճանապարհով է գնում մեր իշխանությունները այդ նույն ճանապարհով են գնում ինչ որ մեկի ֆոնին լավ երևալու համար իրանք ամեն ինչ փորձում են ապականել բայց վատ լուր ունեմ
Մարդիկ այդ թվում նաև ես նոր մարդ եմ, լրիվ նոր մարդ եմ քաղաքական դաշտում, բայց ես հիացած եմ այն մարդկանցով, ովքեր իսկականից գիտակցություն ունեն եւ հասկանում են պատկերացում ունեն, թե ինչա պետք անել, ասեմ, որ շատ-շատերը, գրեթե բոլորում հետ մենք միջև այս պահը հնարավորություն ենք ունեցել հանդիպելու, ամբողջությամբ կիսում են մեր այդ միտքն ու գաղափարը, որ մենք համակարգը փոխելու, պետական կառավարման, պետությունը կառավարելու համակարգը պիտի փոխենք, եւ առաջարկված տարբերակը փոքր տենց ինչ որ փոփոխությունների իրանց պատկերացման, բայց դա քննարկման ենթակա process է, դա այնպես չի որ շատ կարծրացած է, այդ process-ը գտնում եմ որ կարևոր է։ Եվ այս մարդիկ այնքան շատ են թվով, Նիկոլ Փաշինյանն ու ձեր սազանդարներ ասում է, եւ յուր սազանդարներ, դուք չեք պրոքսիներ, իրանց ստեղծած կամ իրենց կողքը հարող իբր ժողովրդավարական ուժեր, դուք տարբերակ չունեք, ես ձեզ լուրջ եմ ասում։ Շատ փոքր բան է պետք, մի փոքր կայծն է դեռ պակասում արդեն տեսանելի դաշտում լինելու համար, բայց մենք դա ստանալու ենք։ Մենք չունենք կրճատումը չէր կարող գայծ դառնալ։ Հիմա տեսեք, բանակի կրճատման հետ կապված դա անպատասխանատու գործողություն է։ Ես էլ եմ մայր, ես էլ տղա ունեմ։ Ես շատ լավ հասկանում եմ։ Իմ եղբայրն է ծառայել, իմ ընկերներն են ծառայել, իմ եղբայրներն են ծառայել։ Ես շատ իմ հիմա արդեն հաջորդ սերունդը մեր զարմիկներն են գնում ծառայելու։ Իհարկե ես հասկանում եմ ինչքան ծանր է յուրաքանչյուր ծնողի համար այդ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակում զինվորի ծառայելը հոգեբանորեն ինչքան ծանր է։ Ես ամեն ինչ հասկանում, հավատացեք։ Բարքերը, որոնք կան հայկական բանակում, դեռ չկարել։ Բայց երբ որ դու կրճատում ես ժամանակը եւ ինչպես մասնագետներն են ասում, փաստացի 1/4 մասով կրճատում ես նաեւ քո կարողությունը, դա ձեր երեխաների անվտանգություն չի բերելու, հասկանում եք։ Բանակը կեսով կրճատելը միայն այս գործողությունը, որ դու կես տարով կրճատում ես, բանակում ծառայող երեխեքին ձեր ընդամենը կես տարով ժամանակն է, բայց կրճատում, բայց անվտանգությունը ոչ ձեր երեխայի, ոչ մեր երկրի չի ավելանում դրանից։ Դրա համար մենք ունենք հաջորդ առաջարկը։ Դա համապարփակ անվտանգության համակարգի ներդրումն է, որի պայմաններում Գիտեք դրա մասին ինչքան ենք խոսում պատերազմից հետո։ Դա կարևորագույն, դա սկզբունքային հարցներ, որը պիտի արվեր պատերազմից հետո 5 տարի շարունակ ոչինչ չարեցին։ 5 տարվա կտրվածքով կարելի էր դնել բոլոր հիմքերը, որովհետև մենք տեսեք, մեզ մոտ խոսել ռազմական դպրոցների, շատ ճիշտ եք ասում։ Հրաչյա Արզումանյանն էլ շատ ճիշտ ասում, մնացած էքսպերտներն էլ ովքեր այդ խմբում, այդ տրամաբանության մեջ են աշխատում, մենք ամբողջությամբ ես կիսում եմ իրենց տեսակետը եւ այո, տարի ու կես կարելի է դարձնել, եթե դու զուգահեռ անում ես գործողություններ, որոնք ավելացնում են քո պաշտպանողականությունը։ Քաղաքացիական հասարակության շրջանակներում այդ նախապատրաստական կան ՀԿ-ներ իհարկե, բայց դա պիտի լինի մոբիլիզացված, դա պիտի լինի միասնական մեկ ծրագիր, որտեղ ներգրաված են լինելու եւ բարձր որակի մասնագետներն ու էքսպերտները, մշակումները, լրամշակումները, անդադ առաջարկներ, որտեղ դա կենթանի օրգանիզմ է, դա անընդհատ հատկապես տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման պայմաններում դա անընդհատ փոփոխվող process-ներ են եւ որպես մասնագետներ ներգրավելով եւ քաղաքացիական մարդկանց հստակ իրանց դիրքերը իրանց տարբեր ծանր իրավիճակներում ամեն մարդ պետք է իմանա տեղը եւ իր պատերազմի մասին չի, խոսքը նաեւ բառնեմ մոռացել երկրաշարժների, տարերային աղետների ժամանակ այնպես չէ որ չենք անում, Մարի ջան, բոլոր տարերային աղետների ժամանակ գուցե երիտասարդները չհիշեն, բայց մենք 88 թիվն ենք հիշում, ինչ մոբիլիզացիա կար, ոնց են Երևանից ու մնացած բոլոր քաղաքներից գնում դեպի Գյումրի, Սպիտակ, Կիրովական գնում էին օգնելու կամավորները իրենք են կազմակերպում այդ աշխատանքները, ոչ թե սնունդից սկսած մինչև առաջի օգնությունը հասել են զինվորականները, ոստիկանները, ովքեր որ եղել են եւ կամավորները, անհաշվելի թվով կամավորներ, բժիշկներ, մարդիկ կամավոր գնացել են, ուսանողներ, համալսարանականները բոլորը հիվանդանոցներում են եւ պատերազմի ճիշտ է։ Պատերազմի ժամանակ 20 թվականի հիշում եք ինչ կամավորություն կար ստեղ, փողոցում բոլորը պարապ մնացած մարդ չկար։ Եթե կար ուրեմն այդ այն մարդն է, որը
ինչ ասեմ, տենց էլ ալու։ Այսինքն մենք այս ամեն ինչի կամավորությամբ, մեր գիտակցությամբ հասկանում ենք, որ այլ ընտրանք չկա։ Մենք պիտի այս process-ի մեջ ենք, որովհետև Մարիջան 18-ից 20 տարեկան երեխեքի ընդամենը ժամկետը կրճատելով, բայց ամբողջ բեռը բազմապատկել ու դնել 18-ից 20 տարեկան երեխեքի ուսերին, դա անբարոյական է։ Մենք չենք կորցրել մեր բարոյականությունը այնքան, մենք այդքան անկում դեռ չենք ապրել բարեբախտաբար, որ մեր անվտանգությունը այդ երեխեքի ուսերին թողենք։ Տենց չի կարա լինի։ Հայաստանը չի կարող այդքան անկում ապրել։ Տիկին Կարապետյան, եկեք այս հարցի հետ կապված մենք հետևենք զարգացումներին, որտեղ Պաշտպանության նախարարությունում էլ արդեն նոր նշանակումներ կան եւ գուցե ինչ որ բան դեպի դրականը պետք է գնա Եկեք ես միանգամից բան անեմ, շատ կարճ արձագանքեմ, երբ որ քո բոլոր կարևոր համակարգային ուղղությունների վրա հարվածներ են հասնում, սկսած եկեղեցուց մնացած, չգիտեմ, արդարադատությամբ, եւ երբ անընդհատ պահանջ է հնչում, որ դու պիտի բանակ չունենաս, ես վստահ չեմ, որ այսինքն ես ուղիղ հակառակը, ես համոզված եմ, որ այս իշխանությունը գնալու է մեր այդ կրճատելու ճանապարհով, մարդկանց քանակի, սկզբից տարեթվի ժամկետի հետ կապված, հետո քանակի հետ կապված ու մարդիկ թվալու է թե ինչ լավ էր, որ սենց միջև հունիս հասցնելու են այդ ամենը կատարեն կփորձեն դա անել եւ բանակը չէ, միջև հունիս իհարկե չեն կազմակերպի բանակը, բայց ընտրվելուց հետո եկեք մի բան էլ ասեմ։ Ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո ըստ իրեն գալու է խաղաղություն։ Ես ասում եմ ոչ։ Ես ասում եմ ոչ, ինչու ոչ, որովհետեւ վերընտրվելու պայմաններում Նիկոլ Փաշինյանի առաջ դրվելու է հաջորդ պայմանը։ Սահմանադրություն կփոխես, պատերազմ չի լինի։ Բանակը կկրճատես, պատերազմ չի լինի։ Ու մենք ու սենց հերթով է գալու։ Այն ինչը որ ինքը ուզում է ստանա, այն ինչ որ Ալիև ուզում է ստանա Նիկոլ Փաշինյանից, ստանալու է Նիկոլ Փաշինյանն է մեզ այդ ամբիոններից ԱԺ-ի ու մնացած ամբիոններից գալու է ասի ինչը պատերազմ եք ուզում ու երեխեքի հաշվին եք պատերազմ ուզում։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երաշխիքն է։ Նիկոլ Փաշինյանին պետք է մերժել, ինքը արդեն մերժված է, ես ասեմ, որ ես չեմ համարում, որ ինքը մեծ դերակատար է, ինքը արդեն մերժված է հասարակության կողմից, կամ մի խնդիր, կապիտալիզացնել մարդկանց մերժումը ու չանել են ինչ որ եղավ 18 թվականին։ Կապիտալիզացնել, որովհետև ստեղ միայն անձի մերժելու մասին չի խոսքը, ստեղ այն այլանդակ ազգակործան, պետականակործան համակարգը չունենալու մասին է եւ ուղիղ հակառակը պետությունը, պետականությունը պահպանելու, անհատի իրավունքը պաշտպանելու մասին է խոսքը գնում։ Ամեն դեպքում դուք ընտրությունների կողմնակից եք, Տիկին Կարապետյան։ Դե գիտեք, ես չեմ կարող կանխատեսել թե ընթացքում ինչ կարող է լինել, բայց ես միշտ եղել եմ խաղաղ գործընթացների կողմնակիցը եւ իրավական process-ների կողմնակիցն եմ եղել եւ անելու եմ ամեն ինչ, որ այդ process-ը կյանքի կոչվի, որ մեր քաղաքացին իսկապես հասկանա, թե իրավական երկրում ապրելը ինչ ասել է իրավական երկիր։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Կարապետյան, ամեն դեպքում իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք նորից կհանդիպենք, հատկապես որ հիմա արդեն դուք քաղաքական դաշտում եք։ Այն ժամանակ էլ ձեզ օր ու արև չէինք տալիս եւ մի անգամ ես ասեցի, որ լրագրողները նպաստել են նրան, որ դուք հիմա մտաք քաղաքականություն։ Շատ ճիշտ եք ասում եւ ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ազնիվ մղումներով, այո, ազնիվ մղումներով առաջնորդվեցին։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։